Շարժություն, բարի երեկո բարեկամներ։ Հրավիրում եմ բոլոր ֆուտբոլաստերներին Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում ահռելի 3-րդ դիվիզիոնի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Mainz Napoli հանդիպումը։ Հա ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս եկան խաղադաշտ։ Քիչ անց վայրկյաններ անց կյանքի մեկնարկային սուլիչը ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար։ Եվ վարկյաններ անցարդեն կլսենք Սավո Ռաֆայել Ղազարյանի մեկնարկային սուլիչը։ Mainz Napoli կարևոր հանդիպում, երկու թիմերն խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, մարտական տրամադրվածությամբ, միայն ու միայն հաղթելու համար։ Հաղթողը կշարունակի պայքարը, պատվողը կլքի Հաշարը։ Հանդիպումը մեկնարկում է բարեկամներ գնդակով Mainz-ի ֆուտբոլիստներն են։ Այս պայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք արդեն հանդիպման ընթացքին։ Սկսենք Mainz-ից համար 1 Արտակ Համբարձումյան, համար 4 Էրիկ Ներսիսյան։ Այս գրոյից հետո կշարունակեմ միտքս։ Վտանգավոր կարող է ստացվել, չեզոքացնում է սպառնալիքը և հավիկանումների խաղթում։ Համար 7 Գեղամ Սարգսյան, համար 8 Հայկ Մկրտչյան, համար 9 Կարապետ Կիրակոսյան, համար 10 Դավիթ Պերիխանյան, համար 11 Դավիթ Գևորգյան, համար 16 Արտուր Գևորգյան, համար 18 Վյաչեսլավ Պետրոսյան, համար 22 Վարդան Հովհաննիսյան, համար 33 Տիգրան Ավակյան, համար 55 Դավիթ Կշվեջյան, համար 99 Նշան Մարկոսյան։ Napoli, համար 1 Կամո Կլեկչյան, համար 9 Միհրան Պողոսյան, համար 12 Կորյուն Մխիթարյան, համար 13 Միքայել Արաբյան, համար 17 Ռուբեն Ալումյան, համար 18 Ռոբերտ Սահակյան, համար 22 Արշակ Առաքելյան, համար 23 Նարեկ Պողոսյան և համար 77 Միհրան Գրիգորյան։ Գնդակով հիմա Mainz-ի ֆուտբոլիստերն են փոխանցում, հեռացնում են գնդակը Napoli ֆուտբոլիստները, բայց վարկյաններ անց գնդակի կորուստ։ Napoli-ն է գնդակով, խապս է տալիս, բայց չկարողացավ պահել իր մոտ գնդակը Napoli ֆուտբոլիստը։ Հիմա Mainz-ը կձեռնարկի իր հերթական գրոհը, սակայն չեն շտապում Mainz-ի ֆուտբոլիստները։ Փորձում են կարճ փոխանցումներով շարժվել առաջ և մտնել մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցում առաջ։ Հրաշալի է փասեցնում գնդակը Mainz-ի ֆուտբոլիստը։ Հարվածում է դարպաստին, վտանգավոր դրություն է և առաջին ռեալ գոլային պահը ստեղծում են Mainz-ի ֆուտբոլիստները, սակայն Napoli դարպասապահը փրկում է իր թիմին։ Նույն կերպ նաև շարժում են առաջ Napoli ֆուտբոլիստները կարճ փոխանցումներով։ Դեմը կայնալ դիմավորում է։ Բաչում ես հետ։
կոպիտ է խաղում Mainz-ի ֆուտբոլիստը, բայց հաղթում չկա, փոխանցում արված եւ բավականին բարձր ստացվեց արվածը։ Բայց կարծես թե Նապոլի ֆուտբոլիստները վաստակել են անկյունային հարվածի իրավունք։ Այստեղ փոփոխություն կարծես թե Mainz-ի կազմում Սուլի չկա, կարող են իրացնել անկյունայինը, փոխանցում, արված և դարպասապա հանգիստ վերցրած գնդակը և այն անմիջապես ուղարկում է առաջ։ Դակով կապս է դալիս, փոխանցում աչեզը։ Բակ եմ այն շուկանային հրապարակ տանող գոլոր ճանապարհները։ Արված Mainz-ի դարպասից ավարտված մրցաշրջանում 3-րդ դիվիզիոնի Mainz-ը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը Նապոլին 6-րդ դրանք վաստակեցին համապատասխանաբար 27 և 24 միավոր 3-րդ դիվիզիոնի չեմպիոն դարձավ Manchester United վաստակելով 46 միավոր Հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, այդպես էլ անում է Նապոլի ֆուտբոլիստը։ 3-րդ դիվիզիոնի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն ճանաչվեց Պալերմոյի ֆուտբոլիստ Արսեն Ադամյանը խփելով 24 գնդակ։ Ռմբարկունների ցուցակում Նապոլին և Mainz-ը ունեն ներկայացուցիչներ ավարտված մրցաշրջանում Նշան Մարկոսյանը խփեց 13 գնդակ, Միհրան Գրիգորյանը Նապոլից 11 գնդակ, Mainz-ից Կարապետ Կիրակոսյանը դարձավ 6 գոլի հեղինակ, նույնքան գոլ հեղինակեց նաև Դավիթ Պերիխանյանը։ Մեծական գոլ խփեցին նաև Նապոլի ֆուտբոլիստները Արգիշտին Ներսիսյանը և Արամ Վանյանը։ Նապոլին է գնդակով, կարելի է փոխանցում կատարել դեպի տուգանային հրապարակ և անկյունային արված։ Խաղում են անկյունայինը, փոխանցում և դարպասապահը տիրում է գնդակի շատ հանգիստ, այն անմիջապես ուղարկում է առաջ։ Նապոլին խլում է գնդակը, վտանգավոր դրություն կարող է ստացվել, հարված, գոլ! Գոլ բարեկամներ, հաշիվը բացված է և գոլի հեղինակն է Նապոլի 9 համարը, 1-0։ Մեկ 0 բարեկամներ Միհրան Պողոսյանը Նապոլից բացում է հանդիպման հաշիվը և հիմա գրոհելու հերթը արդեն Mainz-ինն է և Mainz-ը կփորձի իհարկե ամեն ինչ անել, որպեսզի հավասարեցնի հաշիվը։ Եզրային նետում Դակը կային մնում է Mainz-ի մոտ Իհարկե Նապոլին գիտակցում է, որ գոլից հետո Mainz-ը էլ ավելի
կակտիվանա շատացնի գրողների քանակը, կմեծացնի գրողների տեմպը եւ այդ էս պատճառով պաշտպանությունում հիմա Նապոլին է գնդակով փոխանցում Զախեզը Չնայած խփած գնդակին, բաց թողած գնդակին Մանցի ևս հրաշալի է պաշտպանվում Կարողացավ գնդակը փոխանցել խաղանկարոջը այդքան շրջապատված լինելով այդքան Նապոլի ֆուտբոլիստներով Կարծես թե չեն շտապում Մայնցի ֆուտբոլիստները կամ էլ փակ է Նապոլի տուգանային հրապարակ տանող բոլոր ճանապարհները Տանգավոր գրով կարող է ստացվել եւ Նապոլի ֆուտբոլիստը գնդակը դուրս է բերում դաշտի սահմաններից Փոխանցում առաջ եւ վտանգավոր դրություն է Դարպասապա բռունցքներով գնդակը դուրս է բերում անկյունային բավականին վտանգավոր հարված ստացվեց Փոխանցում վտանգավոր է եւ սա ավելի շատ հարված է բայց Փոքր շեղ ընթացավ հարվածը Նապոլին կփորձի իհարկե կազմակերպել հերթական գրողը, սակայն առանց շտապելու կարծում եմ Պողոսյան Նա անջեց իրան Պողոսյանը Եվ ուժեղ փոխանցում առաջ Տանգավոր դրություն կարող է ստացվել փոխանցում և հեռացնում են գնդակը Մայնցի ֆուտբոլիստները Մնում է գնդակը Նապոլի մոտ Պողոսյան փոխանցում և ուժեղ է Խացում կենտրոն Խացում է պետք կատարել Եվ խաղի կանոնների խաղթում Այո ստիպեց Մայնցի ֆուտբոլիստը մրցակցին խաղթել խաղի կանոնները Նապոլի երկու ֆուտբոլիստ ակցիաների մեջ առան մրցակցին և Արձանագրված է խաղթումը Վտանգավոր դիրքում Մայնցի խաղացողները ստանում են տուգանային հարվածի իրավունք Հրաշալի դիրք է հարվածելու համար տեսնենք ինչպես իրացնեն այս տուգանայինը Տեսնենք Հարված և բավականին բարձր ստացվեց հարվածը Մայնցի 7 համարն էր հարվածում դարպասին
գրեթե հավասար պայքար է խաղադաշտում։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել, փոխանցում, հարված, ևս մեկ հարված և ինչպիսի վտանգավոր գրոհ էր հրաշքով գնդակը չհայտնվեց Մայնցի դարպասում։ Առաջին հարվածից հետո դարպասապահի ետ բղեց գնդակը և պատասխան հարվածը մի փոքր բարձր ընթացավ։ Այս թե գնդակով փորձում է ազնուկետել տական գրահը։ Դանդաղ են պաշտպանությունից անցնում հարձակման Մայնցի խաղացողները։ Հապսը տալիս, պետք է փոխանցում կատարել, կարծում եմ չարժ է ուժանային հրապարակի մատուցելու նման խապսերի դիմելը։ Գեղեցիկ է խաղում Մայնցի ֆուտբոլիստը, հարված և հաշիվը հավասարվում է։ Հաշիվը հավասարվում է 1-1։ Հաշիվը հավասարվում է և գոլի հեղինակն է Վյաչեսլավ Պետրոսյանը համար 18։ Հանդիպման 16-րդ րոպեին Մայնցին հաջողվում է վերջապես հավասարեցնել հաշիվը։ Հրաշալի խաղաց Վյաչեսլավ Պետրոսյանը, շրջանցելով մրցակցի մի քանի ֆուտբոլիստի դուրս եկավ հարվածային դիրք և հարվածը անկասելի էր։ Եկին Մայնցի մոտ է գնդակը։ Խախտում չկա, ամեն ինչ կարգին է։ Եվ փորձում է հարվածային դիրք դուրս բերել անկերոջը, սակայն Մայնցի դարպասապահը առաջինն է հասնում գնդակին և տիրում։ Վտանգավոր ինչ է անում հիմա Նապոլի ֆուտբոլիստը, հարված և վերջին պահին ուղղեց սխալը Նապոլի 12 համարը։ Տեսնենք ինչ որոշում է կայացնում մրցավարը և 11 մետրանոց հարված։ 11 մետրանոց հարվածի իրավունք են վաստակում Մայնցի ֆուտբոլիստները։ Հրաշալի հնարավորություն հաշվի մեջ առաջ անցնելու։ Այո, մրցավարը ինքն անձամբ դիտեց դրվագի կրկնապատկերը, նոր կայացրեց վերջնական որոշումը։ Տեսնենք ով է հարվածելու 99 համարը Մայնցի կարծես թե Նշան Մարկոսյանն է մոտենում գնդակին։ Մարկոսյան։ Նշան Մարկոսյանը կարող է առաջ մղել Մայնցին, տեսնենք։ Հարված 2-1։ Երկու մեկ Նշան Մարկոսյանը կարողանում է առաջ մղել իր թիմին և Նապոլին հայտնվում է բավականին բարդ իրավիճակում։ Հաղթելով 1-0 հաշվով երկու գնդակ է ընդունում սեփական դարպասը Նապոլին և հիմա կփորձի իհարկե ետ բերել կորցրածը, խլում են Մայնցի ֆուտբոլիստները և վայրկյաններ անց գնդակի կորուստ։ Անկյունային հարված խաղարկում են անկյունային Նապոլի ֆուտբոլիստները։ Ետ փոխանցում ընկավ գրոհի տեմպը։
Բայց մնում է գնդակը Նապոլիի մոտ հիմա կփորձեն ձեռնարկել հերթական գրողը կենտրոնով շարժում է առաջ։ Փոխանցում Աչեզեր։ Իրա Պողոսյան։ Փոխանցում հասնում է գնդակի խաղընկերը։ Պողոսյանը տուգանային հրապարակի մատույցներում սպասում է իհարկե փոխանցմանը, բայց այն տեղի չի ունենում։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Mainz Napoli 2-1 Ոչ 4 րոպե հարված և բավականին վտանգավոր հարված էր և գնդակը մի փոքր շեղության դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա հարված Նապոլիի դարպասից հրաշալի է խաղում Mainz-ի ֆուտբոլիստը ինչպիսի համար պայքար գնդակի համար Կալիս Նապոլի ֆուտբոլիստը Կայն Mainz-ի ֆուտբոլիստի հարվածը մի փոքր շեղ ստացվեց Ընդունած գոլից հետո Mainz-ը իր մեջ ուժ գտավ ավելացրեց գրողների տեմպը և կարողացավ երկու գնդակ խփել և առաջ անցնել հաշվի մեջ հիմա Նապոլին է գնդակով հարված Եվս մեկ հարված Հրաշալի են պաշտպանվում Mainz-ի ֆուտբոլիստները Փոխանցում և սա հարված էր, բայց մի փոքր բարձր ընթացավ գնդակը Հիմա Mainz առանց շտապելու փորձի շարժվել առաջ Հարված Mainz-ի դարպասից Մարկոսյան փոխանցում և Անաջողեր փոխանցում է հիմա Նապոլիի գրողը տեսնենք ինչ ընթացք ունենա Փոխանցում բայց Դարպասապա շատ հանգիստ վերցեց գնդակը և այն անմիջապես ուղարկեց առաջ Mainz-ի գրողը տեսնենք ինչ զարգացում կստանա Փոխանցում Զախեզեր Եվ փոխանցել Փոխանցում Փոխանցում առաջ, հարված և անկյունային Հրաշալի գրող էր Ինչպես կիրասեն այս անկյունայինը Mainz-ի ֆուտբոլիստները Փոխանցում դեպի տուգանային հրապարակ հարված և անհաջող էր հարվածը Հեռացնել է պետք գնդակը, հեռացնել է պետք Փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ընդմիջման գնան 2-2 հաշվով Նապոլիի ֆուտբոլիստները տեսնենք կհաջողվի հավասարացնել հաշիվը և հեռացված է գնդակը
հրաշալի հարված էր։ Հենց բարեկամներ առաջին խաղակեսը ավարտվում է, առաջին կեսից հետո Mainz-ը հաղթում է 2-1 հաշվով, այս պահին կարճատև դադար, որից հետո կվերադառնանք և կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում ապրիլի 3-րդ դիվիզիոնի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի Mainz-Napoli հանդիպումը։ Սկսված է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Mainz-ը հաղթում է 2-1 հաշվով, վտանգավոր դրություն է։ Եվ խաղի կանոնների խախտում այստեղ տեսնենք։ Ասեմ, որ բավականին հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք, այն ացավ փոխ գրոներով, սկզբից Նապոլին բացեց հանդիպանաշիվը, ապա Mainz-ը իր մեջ ուժ գտնելով կարողացավ մեկում մտնել խաղի մեջ և 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, առաջ ասելով հաշվի մեջ և հիմա տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը բավականին վտանգավոր դիրքում Նապոլի ֆուտբոլիստները ստացել են տուգանային հարվածի իրավունք, շատ լավ հնարավորություն է հաշիվը հավասարեցնելու գնդակի մոտ Նապոլի 22 համարն է Արշակ Առաքելյանը տեղաշարժին կամին, բայց կարծում եմ չի խանգարի, որպեսի Առաքելյանը իրացնի այն հարված և բարձր էր։ Շատ ուժեղ հարված էր, բայց գնդակը բարձր ընթացավ։ Հարվածային դիրք և գրավել մրցակցի դարպասը, երկրորդ գոլը Mainz-ը խփեց 11 մետրանոց հարվածից, եզրային նետում, պայքար է գնդակի համար պայքար հենց խաղադաշտի կենտրոնում երկարքողացում առաջ հեռացնում են գնդակը, բայց մնում է Նապոլիի մոտ, տեսնենք չկարողացավ ինչպես հարկում են գնդակը Պողոսյանը Պողոսյան շրջանցում է, փորձում է շրջանցել, բայց խորցնում է գնդակը։ Ստիպում է մրցակցին գնդակը դուրս բերել անկյունային, Արշակ Առաքելյան, խացում կենտրոն, հարված և շեղեր։ Շեղեր հարվածը։ Երկրորդ խաղակեսը բավականին ակտիվ են սկսել Նապոլի ֆուտբոլիստները, իհարկե դա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ պարտվում են 2-1 հաշվով և անեն ամեն ինչ, որպեսզի կարողանան փրկել խաղը։ Mainz-ը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Վտանգավոր դրություն է և հրաշքով հիմա գնդակը չհայտնվեց Նապոլի դարպասում Նշան Մարկոսյանն էր հարվածում դարպասին։ Անկյունային իրավունք է վաստակում Մարկոսյանը։ Փոխանցում, հարված, բարձր։
Ապսե տալիս, կորսնում է գնդակը Նապոլի խաղացողը Մայնցի արագ հակագրողը տեսնենք ինչ զարգացում կստանա անհաջող փոխանցում հեռացնել է պետք գնդակը արված Նապոլի դարպասից Փոխանցում առաջ դեպի Իրան Պողոսյանը հեռու տարածությունից հարվածում է, բայց հարվածը բարձր է ստացվում Պողոսյան սլանում է առաջ, հարված և 2-2 դուբլի հեղինակ է դառնում Նապոլի ֆուտբոլիստը Իրան Պողոսյան 2-2 Ասիստ է, հա? 2-2 Պողոսյանը դառնում է դուբլի հեղինակ վերջապես Նապոլին հաջողվում է հավասարացնել հաշիվը հրաշալի խաղաց Իրան Պողոսյանը ձախեզով սլացավ առաջ շրջանցեց Մայնցի երկու ֆուտբոլիստի և անկասելի հարված Նապոլի մոտ է գնդակը Գոլառատ հանդիպում ստացվեց այնուամենայնիվ խնդրում դեպի Պողոսյանը անհաջող փոխանցում էր Եթե հանդիպումը այսպես էլ ավարտվի, ապա թիմերը հաղթողին կորոշեն 11 մետրանոց հարվածաշարերի փոքրությամբ Նշան Մարկոսյանը եզրից կնետի գնդակը Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ և հարված Նապոլի դարպասից երկար փոխանցում առաջ Հրաշալի կերպով ընդունում է գնդակը Նապոլի ֆուտբոլիստը, բայց չի կարողանում պահել իր մոտ գնդակը Ետ փոխանցում իր փոքրակապ խաղի տեմպը Նապոլի խփած գնդակից հետո Այո, Նապոլին ներդրեց իր բոլոր ուժերը հավասարեցնելու համար հաշիվը Հիմա պետք է պահպանել այս հաշիվը ամենակիչը իհարկե պահպանել այս հաշիվը իհարկե պետք է փորձեն առաջ անցնել հաշիվի մեջ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Հեռացնում է Պողոսյանը հասնում է գնդակին, բայց
Կոպիտ խաղ էր, այո։ Խաղթում է կանոնների Պողոսյանը։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված չստացվեց Մայնցի ֆուտբոլիստի։ Նապոլին եզրից գնդակը կնետի կմսնի խաղի մեջ։ Շարժում առաջ Փոխանցում չհասավ գնդակը խաղի տերոջը վտանգավոր կարող է ստացվել Պողոսյան հարված և հրաշալի է խաղում Մայնցի դարպասապահը Դեղին քարտ է ստանում Մայնցի 99 համարը նշան Մարկոսյանը Հանդիպան 36-րդ րոպեն է բարեկամներ 2-2 Մայնց Նապոլի Հարված Մայնցի դարպասից Առաջ Խաղթում չկա ցույց է տալիս մրցավարը Ընկել է Շան Մարկոսյանը Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Բայց այնուամենայնիվ մրցավարը նշանակում է Տուգանային հարված Նապոլիի դարպասին Բավականին վտանգավոր դիրքում Մայնցի ֆուտբոլիստները ստանում են Տուգանային հարվածի իրավունք Հրաշալի հնարավորություն է հաշվի մեջ առաջ անցնելու համար Տեսնենք, ինչպես կիրացնեն այս Տուգանայինը հարված և բարձր էր Բարձր է ստացում հարվածը Երկար փոխանցում առաջ, բայց անհաշվել նկատի փոխանցում էր Պետք է շտապեն երկու թիմերի ֆուտբոլիստներն Չկարողացավ ինչպես ֆուտբոլիստը և Նապոլի հակագրոհը տեսնենք Պողոսյան, երկփոխանցում Գնդակը Մայնցի ֆուտբոլիստը, բայց դանում է Աղի կանոնների խախտումնագելով Տուգանային հարված Նապոլին կիրացնի Տուգանայինը
փոխանցում եւ դարպասապահ շատ հանգիստ վերցրեց գնդակը եւ այն անմիջապես ուղարկում է առաջ Տողոսյան գալիս հարվածային դիրք եւ հարվածուն դարպասին շել բարձր է բավականին ուժեղ հարված ստացվեց հրաշալի մարզավիճակում է Միրան Օսյանը Եզրային նետում 10 րոպե հանդիպման ավարտին բարեկամներ 2-2 Mainz Napoli Հիշեցնեմ, որ սա ԱՖԵԼ-ի 3-րդ դիվիզիոնի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպում է Եթե հանդիպումը այսպես էլ ավարտի հաղթողը կորոշվի Խաղյա 11 մետրոնոց հարվածաշարերի օգնությամբ Սակայն դեռ 10 րոպե ունեն թիմերը իրենց տրամադրության տակ խաբս է տալիս Խլում են գնդակը Mainz-ի ֆուտբոլիստները կենտրոնով փորձում է շարժվել առաջ Մարկոսյան Հաջող էր Շան Մարկոսյանի փոխանցումը Սուլի չկա կարող են արնակել հանդիպումը Գնդակը վարքյանների ընթացքում մի կիսադաշտից հայտնվում է լուսում Այո խաղադաշտում հաշիվը արտացոլում է այն ինչ տեղի ունենում խաղադաշտում Հավասար պայքար է Մարկոսյան Փոխանցում Հարված Եվս մեկ հարված Եվ հրաշալի է խաղում Նապոլիի դարպասապահը Խառը իրավիճակ է հեռացնում են գնդակը մնում է գնդակը Mainz-ի մոտ հարված շեղեր Ուճապես Նապոլիի կուգանային ունապարակում Պողոսյան Շարժում է առաջ Միրան Պողոսյանը փոխանցում Հարված չստացվեց հարվածը Նապոլի ֆուտբոլիստի և հիմա Mainz-ը արագ հակագրող փորձի կազմակերպել բայց դում է գրողի տեպը Փորձում է գնդակը Արաքելյանը հիմա Mainz-ի հակագրողը տեսնենք խաբս է տալիս Փոխանցում հարված շեղեր Հարված Նապոլիի դարպասից Ուժեղ էր փոխանցումը Չէ ասա Փոխանցմանը Միրան Պողոսյանը Փոխանցում չկարողացավ բայց վարկյաններ անցխելում է գնդակը փոխանցում կենտրոն Հարված շեղեր Ինչպիսին լարված պայքարում է անցնում հանդիպման վերջնամասը բարեկամներ Փորձում են երկու թիմերն էլ Խելում է գնդակը
Mainz-ի ֆուտբոլիստը եւ եզրային նետում փոխանցում եւ չեզոքացնում են սպառնալիքը Նապոլի ֆուտբոլիստները խաղի կանոնների խախտում Ինգրոպե հանդիպման ավարտին Mainz Napoli 2-2 Ման մի փոքր Բայց տեսնենք ինչ որոշում կկայացնի Նապոլի ֆուտբոլիստը կարող է վարվածել Հարվածում է դարպասին և բարձր է Հարվածը Հարված Mainz-ի դարպասից փոխանցում առաջ Հեռացված է գնդակը և բավականին կոպիտ խաղ էր Դեղին քարտ է ստանում Նապոլի ֆուտբոլիստը 18 համարը Նապոլի Ռոբերտ Սահակյանը Տեսնեք ինչպես կիրացնեն այս տուգանայինը վտանգավոր դիրքում են Մարկոսյան բարձր է Բարձր ստացվեց նշան Մարկոսյանի հարվածը Փոխանցում առաջ Բայց չկարողացավ ընդունել գնդակը Նապոլի 77 համարը Վտանգավոր գրով կարող է ստացվել, բայց դանդաղեց մի փոքր Նապոլի ֆուտբոլիստը և մրցակիցը խլում է գնդակը ու փորձում կազմակերպել իր արագ հակագրոհը Փոխանցում առաջ ուժեղ էր փոխանցումը Մարկոս Պողոսյան հասնում է Միրյամ Պողոսյանը խաբս է տալիս Փոխանցում Հարված Գոլ Գոլ բարեկամներ Նապոլին առաջ է անցնում հաշվի մեջ 3-2 3-2 և Նապոլին առաջ է մղում Միքայել Արաբյանը համար 13 Փոխանցում հարվածը սա ավելի շատ և բարձր է հարվածը Քիչ ժամանակ է մնում հանդիպման ավարտին Mainz Napoli 2-3 Առաջ Վտանգավոր կարող է ստացվել և անկյունային Մեկ րոպե ժամանակ հանդիպման ավարտին
չեն շտապում Նապոլի ֆուտբոլիստները կորցնում են գնդակը։ Ուժեղ է, հացում է։ Եզրային նետում։ Ժամանակ է մնում, պետք է շտապեն Mainz-ի ֆուտբոլիստները, խաբս է տալիս։ Փոխանցում առաջ, հեռացնում են, բայց մնում է գնդակը Mainz-ի մոտ։ Նապոլի ֆուտբոլիստը խլում է և սլանում է առաջ, արված և շեղեր։ Mainz-ը լքում է պայքարը։ Առաջ։ Բավականին վտանգավոր դեպքում խաղի ժամանակի խաղթում։ Տեսնենք հրաշալի հնարավորություն է հաշիվը հավասարեցնելու վերջին գոլը թերևս այսօրվա հանդիպման։ Նույնիսկ Mainz-ի դարպասապահն է օգնության եկել արձակողներին։ Վերջին գրահը Սուլիչեկը կարող են կատարել փոխանցում, գոլ! Գոլ բարեկամներ, հաշիվը հավասարվում է 3-3։ Բարեկամներ, հանդիպումը ավարտում է 3-3, ավարտում է հանդիպման հիմնական ժամանակը։ Այսպայն կարճատև դադար, որից հետո կվերադառնանք և կհետևենք արդեն 11 մետրանոց հարվածաշարերին։ Վերադառնում եք բարեկամներ Ուրարտու մարզադաշտ, հիմա արդեն 11 մետրանոց հարվածաշար։ Առաջինը իրացնում է Mainz-ը Նշան Մարկոսյան։ Հարված և 1-0։ Դավում է դարպասը։ Հիմա հերթը Նապոլիին է Արշակ Առաքելյան, համար 22։ Առաքելյան։ Հարված 1-1։ Դավիթ Պերիխանյան։ Հարված և շեղեր։ Շեղեր Պերիխանյանի հարվածը։ Միհրան Պողոսյան։ Տեսնենք Պողոսյան։ Պողոսյան հարված և քիչ էր մնում։ Դարպասապա ետ մղեր գնդակը։ Վարդան Հովանիսյան։ Հարված և գոլ։ Հրաշալի հարված էր։ Միքայել Արաբյան։ Արաբյան, տեսնենք։ Հարված և դարպասածողն է հիմա օգնության հասնում Mainz-ին։ Մեկական չիրացված հարված։ Գեղամ Սարգսյանն է հարվածում։ Սարգսյան, հարված և հերթական անգամ դարպասածողն է օգնության հասնում։ Ռոբերտ Սահակյան, հարված և գոլ։ Հարը դարպասապահն է իրացնում, հարված և գոլ։
թե Գրիգորյանը դիպուկ իրացնի 11 մետրոնոց ու Նապոլի շարունակի պայքարը, տեսնենք Գրիգորյան, հարված և ետ է մղում Այնցի դարպասապահը Էրիկ Ներսիսյան Ներսիսյան, հարված, գոլ Արեկ Պողոսյան այս վճռորոշ հարվածը բաժին այդնում Պողոսյանին տեսնեք Պողոսյան, հարված, Լիքչյան Պետրոսյան, հարված և հրաշալի է խաղում հիմա Նապոլի դարպասապահը Ով չի խփելի Տեսնեք Արտակ Համբարձումյանը կկարողանա հրկել Դրությունը հարված Քիչ են մնում Համբարձումյանը հրվոց Ապրես ընգեր մտքան